Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է եւ արդեն 15 տարի է, ինչ այսօրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ Իհարկե այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով մեր գործընկերներին ենք փոխանցել նաև ժամանակակից հայ գրողների եւ նաև թարգմանական գրականության նմուշներ։ Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ընթերցանության խրախուսումը կառավարության քաղաքականության շատ կարևոր եւ առաջնահերթ ուղղություններից է։ Վստահ եմ, որ պիտի առնվազն շնորհակալություն հայտնենք Տիկին Անդրեասյանին եւ հիշեցման եւ նվերի համար։ Հաջորդ թիվ ներկայացվեց ներդրումների մասին օրենքի նոր նախագիծը, նշվեց, որ գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում։ Ուստի նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների եւ ներդրումների վրա, այլ նաեւ տեղացի ներդրողների եւ ներդրումների վրա։ Այսպիսով նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք։ Օտարպետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք, որը մեր հանրապետությունում առկա է այլ օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Այստեղ կա նաև բացառություն։ Բացառությունը նախատեսված է միայն միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված մաքսային միության, ազատ տնտեսական գոտու, տնտեսական միության, միասնական շուկայի եւ միջազգային պայմանագրերով կարգավորվող այլ դեպքերի համար։ Նախագիծը սահմանում է իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության երաշխիք, ներդրումների իրավական դաշտի թափանցիկության երաշխիք, սահմանում է կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկման իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիք, վեճերի լուծման երաշխիք, արդարադատության մատչելիություն։ Իսկ ազգային ժողովում մեր գործընկերների հետ նախագիծը քննարկել եք։ Այո, պարոն փոխվարչապետ, նախագիծը համաձայնեցված է։ Շատ լավ։ Կառավարության 2023 թվականի համապատասխան որոշման մեջ սահմանվել է մասնակցային բյուջետավորման գործընթացը եւ կանոնակարգվել են դրա շրջանակում առաջացող հիմնական հարաբերությունները։ Առաջին 2 տարիներին համակարգը ներդրվել է պիլոտային սկզբունքով եւ այժմ կառավարության որոշման նախագծով փորձ է արվում շտկելու պիլոտի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաեւ նպատակ կա ծրագիրը դարձնելու մշտական։ Ըստ ֆինանսների նախարարի հիմնական փոփոխությունները վերաբերում են քվեարկության մեխանիզմի հստակեցումներին։ Քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրի համար ներկայացված առաջարկների դեպքում հնարավոր է քվեարկել միայն մեկի օգտին։ Այս կերպ սուբվենցիայի հայտերի ձևավորման համար ընտրվում են այն առաջարկ նախագծերը, որոնք ստացել են առավելագույն քվե, սակայն ոչ պակաս, քան համայնքի քվեարկելու իրավունք ունեցող բնակչության 1%-ը։ Նախագծով սահմանվում են հետևյալ շեմերը. եթե առաջարկ նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրում, ապա բնակչության 1%-ը, եթե առաջարկ նախագիծը նախատեսվում է իրականացնել 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրում, ապա 2%-ը։ Նախատեսվում է հնարավորություն ստանալ ծրագրերի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրը առնվազն 70%-ով իրականացված եւ ֆինանսավորված է բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Արդեն սկսած ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով։ Վահե Հովհաննիսյանը հավելեց, որ այս տարվանից մասնակցային բյուջետավորման գործընթացը դառնում է մշտական եւ տարածվում է այն համայնքների վրա, որոնք սահմանված են տվյալ տարվա պետական բյուջեի հավելվածով։ Հաջորդ նախագծով էլ 2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 948 միլիոն դրամ, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է։ Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակները եւ նպաստները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով։ Այս մասին էլ տեղեկացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը մենք խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին ինքնուրույն
ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակական նպաստը կփոխանցվի անկախի եղանակով։ Իսկ եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, նախարարությունը դա կանի ավտոմատ եղանակով, եւ քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք ըստ Թորոսյանի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, նախարարությանն անհրաժեշտ է լինելու բավարար ժամանակ, որպեսզի քարտերը առաքեն տներ, եւ առաքումից հետո թոշակը կամ նպաստը քաղաքացիները կստանան քարտով։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։